Թրիփի վերաբերյալ Միրզոյանի ու Ռուբիոյի ստորագրած հռչակագիրը ավելի է խորացրել հարևան Իրանի մտահոգությունները։ Միացյալ Նահանգներին իրենց երկրում անկարգություններ հրահրելու համար մեղադրող իրանցիները կասկածներ ունեն, Թրամփի ուղին կարող է Վաշինգտոնի անվտանգային շահերին ծառայեցվել։ Մենք մեր մտահոգությունների մասին մեր հայ գործընկերներին հայտնել ենք, նրանք հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի խոսքով Իրանը վստահում է Հայաստանին, բայց կան մտահոգություններ, որոնք պետք է փարատվեն։ Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ է հասկանում այդ մտահոգությունները։ Պատահական է, որ Թրամփի ուղու շուրջ հայ-ամերիկյան վերջին քննարկումներն արագ կազմակերպվեցին Իրանի զանգվածային ցույցերի ֆոնին։ Ենթադրաբար այս ոճի թուղթ պետք է ստորագրվեր J.D. Vance-ի գալու ժամանակ, դա իմ ենթադրությունն է, արդյոք J.D. Vance-ը այլևս չի գալու, եթե գալու է ինչ են ստորագրելու, կամ ինչի Արադ Միրզոյանը սենց արագ գնաց։ Ես կարծում եմ, որ այո, ես կարծում եմ, որ կա այդ խնդիրը Իրանում այս անորոշությունների եւ ռիսկային ֆոնի վրա է դա տեղի ունեցել, հիմա չի։ Խաչատրյանի խոսքով իրանական կողմի մտահոգությունն այնն է, որ Թրամփի ուղու շինարարության պատրվակով նահանգները կարող է մեր տարածքում հակաիրանական ուժեր տեղակայել։ Մեր ամենածանր, ամենասև զգուշացումը կամ մտահոգությունը, որ մենք ունենք, դա այն է, որ Հայաստանը կարող է ինչ-որ մի պահի դրվի հստակ երկընտրանքի առաջ, կամ։ Այս դեպքում մենք իրոք շատ լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնելու։ Հայաստանի իշխանությունը երկիրը կարող է դարձնել տիտանների մարտադաշտ, եթե լավ չհաշվարկի այս փաստաթղթի վտանգավոր կողմերը, իսկ դրանք, ըստ Արթուր Խաչատրյանի, քիչ չեն։ Առաջին հերթին Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման վտանգ է տեսնում падգամավորը։ Ակնհայտ է, որ իրավական ռեժիմը, որը գործելու այդ ճանապարհի վրա, տարբերվելու է անիրավական ռեժիմից, որը գործում է դիցուկ M1 միջպետական մայրուղու վրա։ Այսինքն դա արդեն միջանցք։ Դրա վրա Հայաստանն ունի ինքնիշխանության սահմանափակ։ Փաստաթղթի գրեթե բոլոր պարբերություններում հատուկ շեշտված է Հայաստանի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը։ Տեղի անտեղի այդ հիշատակումը պատահական չեն համարում քաղաքագետները։ Սա վկայում է այն մասին, որ այս վտանգը կա, այս վտանգը իրական է, այս վտանգը ռեալ է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որոնք ձգտում են միջանցք բարի եւ քաղաքական իմաստով եւ բովանդակային իմաստով, որը չի լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Ինչի պատճառով եւ կարծում եմ այս փաստաթղթում այսքան շատ շեշտվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ իրավազորության մասին։ Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով ստորագրվել է այն թուղթը, որն ուզում էր Ադրբեջանը։ Ըստ հռչակագրի, Սյունիքով անցնելիս ադրբեջանցիները շփվելու են միայն ֆրոնտ օֆիսի հետ, հայ սահմանապահի չեն հանդիպելու։ Փաստորեն փաստաթղթում նաև այս առումով ապահովում է Ադրբեջանի այս ցանկությունը, որպեսզի ադրբեջանցիները չհարաբերվեն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների հետ։ Ստացվում է Հայաստանը ճանապարհ է տալիս Ադրբեջանին հաշվի առնելով Ալիևի բոլոր պահանջները։ Իսկ ինչ է ստանում փոխարենը։ Միրզոյանի ու Ռուբիոյի ստորագրած հռչակագրից դա պարզ չէ։ Մենք տեղը ինչ ենք ստանում, բացի նրանից, որ ամերիկյան ընկերությունները կգան, ներդրումներ կանեն եւ Հայաստանի բիզնես միջավայրը հնարավոր է որ դրանից լավանա։ Ոչ թե հնարավոր է, այլ կլավանա։ Աներևակայելի պոզիտիվ միջավայր կստեղծվի, տարածաշրջան մեծ փողեր կմտնեն, վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ էության սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու գործին։ Իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ մեր գործընկերների ներդրումը ընդգծել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի դերը, որի անձնական հետաքրքրվածությունը եւ անձնական ներգրավվածությունը իհարկե անկասկած ունի եւ ունեցավ վճռորոշ նշանակություն։ Փաշինյանի խոսքով թրիփը գոհացնում է Հայաստանին, Միացյալ Նահանգներին, երևի նաև Ադրբեջանին։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինն իսկապես գոհ է։ Այս քայլով կտրվի նոր ժամանակաշրջանի մեկնարկը, Հայաստանը տարածաշրջանի համար կլինի տնտեսական հանգույց եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։
Բառեր են տնտեսական բումի խոստումները Փաշինյանի ընդդիմախոսների համոզմամբ։ Հողի վրա առայժմ մեկ հստակ պայմանավորվածություն կա. Հայաստանը տալիս է Ադրբեջանին անխոչնդոտ անցման իրավունք։ Ինչ է նշանակում։ Հայաստանը տրամադրում է Ադրբեջանին անխոչնդոտ անցման իրավունք, Ադրբեջանը մեզ տալիս է ինչ որ անորոշ, կատարյալ անորոշ փոխադարձ առավելություն։ Իրանք ասում են չկա փոխադարձություն։ Հիմա փոխադարձություն գոնե այս թղթով, որը թրիփին է վերաբերվում, մենք չենք տեսնում որևէ փոխադարձություն։ Ադրբեջանը ինչ անցում է տալիս Հայաստանին, չկա այդ հարցը, որ գոնե այս թղթով դա չի լուծում։ Եվ վերջապես հարցնում է Արթուր Խաչատրյանը, փաստաթուղթը ամերիկյան կողմի վրա որևէ պատասխանատվություն չի դնում, ինչի հիման վրա է Փաշինյանն ասում, թե խաղաղությունն արդեն եկել է։ Դուք տեքստին ծանոթ եք։ Լիլիթ Գասպարյան, Կարինե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։